Ներկայացնեմ հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգիչից որոշ հիվանդությունների կոդեր, մասնավորապես G12 վիրուսային թոքաբորբ չդասակարգված այլ դասերում, G12.0 ադենովիրուսային թոքաբորբ, G13 թոքաբորբ հարուցված թոքաբորբային ստրեպտոկոկով, G14 թոքաբորբ հարուցված հեմոֆիլուս ինֆլուենցայով, G15 մանրէային թոքաբորբ չդասակարգված այլ դասերում, G12 թոքաբորբ առանց ճշտված հարուցիչի, G18.9 թոքաբորբ ճշտված և նմանատիպ օրինակներ, որոնք նշված են գործելակարգում։ Մեծահասակների մոտ արտահիվանդանոցային թոքաբորբը հիմնականում հարուցվում է բակտերիաներով, ավելի հաճախ Streptococcus pneumonia և Mycoplasma pneumonian։ Այնուամենայնիվ, սահմանափակ համաձայնություն կա այն հարցի շուրջ, թե արդյոք պացիենտները պետք է էմպիրիկ բուժում ստանան նաև այնպիսի հակաբիոտիկներով, որոնք ազդում են այսպես կոչված ատիպիկ հարուցիչների վրա, ինչպիսիք են Legionella, Chlamydophila pneumonian և Mycoplasma pneumonian։ Դրանք սովորաբար զգայուն են մակրոլիդների կամ ֆտորխինոլների նկատմամբ, սակայն համատարած օգտագործման արդյունքում բարձրանում է Mycoplasma pneumoniaի հանդեպ մակրոլիդների կայունությունը բազմաթիվ երկրներում։ Ծանրության աստիճանի գնահատման համար օգտագործում ենք շփոթություն, շնչառության հաճախականություն և զարկայակային գերճնշում CRB-65 սանդղակը, որտեղ յուրաքանչյուր տողին տրվում է 1 միավոր։ Մեկ տողը դա գիտակցության մթագնում է, թոքաբորբով պայմանավորված, երկրորդ տող շնչառության հաճախականությունը հավասար է 30-ից 1 րոպեում, զարկայակային գերճնշումը սիստոլիկ զարկայակային ճնշման համար փոքր հավասար է 90 մմ սնդիկի սյունից և դիաստոլիկ զարկայակային ճնշման համար փոքր հավասար է 60 մմ սնդիկի սյունից և 65 տարեկանին մեծ կամ հավասար տարիքը։ Եթե 0 միավոր է, դա թեթև ընթացք է գնահատվում, 1-ից 2 միավոր միջին ծանրության ընթացք և 3 կամ 4 միավոր ծանր ընթացք։ Գանգատներից նշենք հազը, դողը, տենդը, հեղոցը, կրծքավանդակում ցավ, թարախային խոր, ախորժակի վատացում, ընդհանուր թուլություն։ Եվ նշենք, որ տարեցների և ծերերի մոտ տիպիկ գանգատները կարող են բացակայել և կլինիկական պատկերում առաջին պլան է մղում թունավորման համախտանիշը, քնկոտություն, անհանգստություն, գիտակցության մթագնում, ախորժակի բացակայություն, սրտխառնոց փսկում կամ ուղեկցող խրոնիկական հիվանդությունների, շաքարային դիաբետ, խրոնիկ սրտային անբավարարություն և այլ դեկոմպենսացիա։ Անամնեզում նշենք, որ հաճախ հիվանդությունը հաջորդում է վերին շնչուղիների վարակին, պարզել ռիսկի գործոնների առկայությունը, որոնք կարող են նպաստել ծանր ընթացքին։ Դրանք են ծխելը, վերջին 90 օրվա ընթացքում հոսպիտալացման առկայությունը պարենտերալ հակաբիոտիկների ընդունումով, հետևյալ հիվանդությունների առկայությունը, թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, զարկայակային գերճնշում, շաքարային դիաբետ, քրոնիկ երիկամների հիվանդություն, քրոնիկ սրտային անբավարարություն, լյարդի ցիրոզ, ալկոհոլիզմ, թմրամոլություն, քաղցկեղ։ Զննման արդյունքում դիտվում է բարձր ջերմություն, պերկուտոր լսվում է տոնի կարճացում ախտահարման օջախի շրջանում, աուսկուլտացիայով լսվում են թաց մանր բշտիկավոր խզոցներ կամ կրեպիտացիա, շնչառական անբավարարության դեպքում շնչառական շարժումների հաճախությունը 1 րոպեում 22-ից ավելի և պուլսօքսիմետրով թթվածնի հագեցվածության նվազում 93%-ից ցածր։ Բարդությունները լինում են տեղային, երբ պացիենտի մոտ կարող է զարգանալ թոքամզային արտաքիրտ, էմֆիեմա կամ թոքի թարխակույտ և համակարգային սեպտիցեմիա կամ տարածում վարակ, որը վատագույն դեպքում կարող է մահով ավարտվել։
Հոսպիտալացման ցուցումները նշենք թեթև ընթացքի դեպքում ցուցված է արտային հիվանդանոցային պայմաններում բուժումը, միջին ծանրության ընթացքի դեպքում ցուցված է հոսպիտալացումը եւ ծանր ընթացքի դեպքում ցուցված է անհապաղ հոսպիտալացում, հաճախ ինտենսիվ թերապիայի բաժանմունքով։ Իսկ ծանրության աստիճանների գնահատման համար, ինչպես քիչ առաջ նշեցինք, օգտագործում ենք CRB 65 սանդղակը յուրաքանչյուր տողին տալով 1 միավոր։ Լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններից ցուցված է արյան ընդհանուր հետազոտությունը, որպես կանոն լեյկոցիտոզը մեծ է 10-ից 12 անգամ 19 աշճան լիտր, նեյտրոֆիլոզով եւ կամ նեյտրոֆիլ լիմֆոցիտային հարաբերակցությունը մեծ է 20-ից, ցույց է տալի մանրէային բակտերիալ վարակի մեծ հավանականություն։ C-ռեակտիվ սպիտակուցի քանակական որոշումը կրկին ցույց է տալիս բարձր ցուցանիշները ցույց են տալիս բակտերիալ վարակի մեծ հավանականությունը։ Կրեատինինի որոշումը օգնում է գնահատել երիկամային ֆունկցիան ծանր ընթացքի դեպքերում։ Պրոկալցիտոնինի որոշումը նույնպես կարևոր է գնահատելու համար բակտերիալ վարակի առկայությունը, մասնավորապես եթե փոքր է 0.1 միկրոգրամ լիտրից, հուշում է վիրուսային վարակի բարձր հավանականության մասին, մինչդեռ երբ մեծ է 0.25 միկրոգրամ լիտրից, ցույց է տալիս մանրէային բակտերիալ վարակի բարձր հավանականություն, զգայունությունը տատանվում է 38-ից մինչև 91%։ Խորխի կամ արյան մանրէաբանական քննությունը ցուցված է հոսպիտալացված պացիենտներին ծանր վարակների կամ հակաբիոտիկականության ռիսկի գործոնների առկայության դեպքում։ Մասնավորապես նախկինում շնչեղիներից մեթիցիլին կահույն ոսկեգույն ստաֆիլոկոկի կամ պսևդոմոնաս աերուգինոզայի անջատում կամ վերջին 90 օրվա ընթացքում հոսպիտալացման առկայություն պարենտերալ ճանապարհով անտիբիոտիկների կիրառմամբ։ Հանգստի 12 արտածումներով էլեկտրասրտագրությունը ցուցված է սուր կորոնար համախտանիշի սրտի ռիթմի խանգարումների հայտնաբերման համար, թոքերի ռենտգենոգրաֆիան բարձր ռիսկի պացիենտներին ցուցված է հակաբիոտիկներով բուժման անարդյունավետության դեպքում բարդությունները հայտնաբերելու համար, եւ այն պացիենտները, ում ախտանիշները անհետանում են 7 օրվա ընթացքում, ռուտին կրծքավանդակի ռենտգենոդիտարկման անհրաժեշտություն չկա։ Կրծքավանդակի համակարգչային շերտագրությունը ցուցված է թոքաբորբի հավանական ախտորոշմամբ պացիենտներին, որոնց մոտ կրծքավանդակի ռենտգեն պատկերի վրա թոքերի փոփոխությունները բացակայում են, կամ թոքաբորբին ոչ բնորոշ փոփոխություններ են հայտնաբերվել, կամ առկա է կրկնվող թոքաբորբ դաղ ապակինվող ձգձգվող ընթացքով։ Կրծքավանդակի գերձայնային հետազոտությունը իրականացվում է պարապնևմոնիկ էքսոդատիվ պլևրիտի զարգացման դեպքում պլևրայի վիճակը գնահատելու համար։ Բուժման մեջ նշենք մեծահասակներին, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ, մասնավորապես խրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, լյարդի ցիրոզ, շաքարային դիաբետ, քաղցկեղային հիվանդություններ, քրոնիկ երիկամային հիվանդություն, ալկոհոլիզմ, ասպլենիա, ամբուլատոր պայմաններում արտահիվանդանոցային թոքաբորբի բուժման համար խորհուրդ է տրվում համակցված թերապիա կամ մոնոթերապիա։ Համակցված թերապիայի օրինակ նշենք ամոքսիցիլին պլյուս քլավոնաթթու տարբեր դեղաչափերով կամ ցեֆուրոքսին 500 մգ-ից օրական 2 անգամ կամ ցեֆտրիաքսոն միգրամ օրական զուգակցված ազիթրոմիցինի հետ 500 մգ առաջին օրը, ապա 250 մգ օրական կամ կլարիթրոմիցին 500 մգ-ից օրական 2 անգամ կամ կլարիթրոմիցին IR 1000 մգ օրական 1 անգամ կամ դոքսիցիկլին 100 մգ-ից օրական 2 անգամ։ Եվ մոնոթերապիա շնչառական ֆտորխինոլիններով, ինչպիսիք են լևոֆլոքսացին օրական 750 մգ կամ մոքսիֆլոքսացին օրական 400 մգ։ Եթե ամփոփենք արտահիվանդանոցային թոքաբորբերի բուժումը, ուղեկցող հիվանդությունների կամ հակաբիոտիկականության առաջացման ռիսկի բացակայության դեպքում առաջի գծի դեղերից են ամոքսիցիլինը եւ երկրորդ ընտրությունը դոքսիցիկլին կամ ազիթրոմիցին կամ կլարիթրոմիցին։ Եվ ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում
ամոքսիցիլին պլյուս կլավունաթթու կամ ցեֆտրիաքսոն կամ ցեֆոտաքսին զուգակցված ազիթրոմիցինի կամ կլարիթրոմիցինի հետ, երկրորդ ընտրություն ամոքսիցիլին պլյուս կլավունաթթու կամ ցեֆտրիաքսոն կամ ցեֆոտաքսին զուգակցված դոքսիցիկլինի հետ եւ լևոֆլոքսացին կամ մոքսիֆլոքսացինի մոնոթերապիա։ Եվ ըստ հիվանդության ծանրության աստիճանների, թեթևի միջին ծանրության արտահիվանդանոցային թոքաբորբերի բուժման ժամանակ առաջին ընտրություն դիտարկվում է ամոքսիցիլինը կամ ֆենոքսիմեթիլպենիցիլինը առկայության դեպքում, իսկ երկրորդ ընտրություն դիտարկվում է ամոքսիցիլին պլյուս կլավունաթթու կամ դոքսիցիկլին։ Իսկ ծանր արտահիվանդանոցային թոքաբորբերի դեպքում խորհուրդ է տրվում ցեֆտրիաքսոն կամ ցեֆոտաքսին կլարիթրոմիցինի համակցությամբ եւ երկրորդ ընտրություն ամոքսիցիլին կլավունաթթուի զուգակցումը կլարիթրոմիցինի համակցությամբ։ Արտահիվանդանոցային թոքաբորբով մեծահասակ պացիենտների բուժման առաջարկվող տևողությունը նվազագույնը 5 օր է անտիբիոտիկոթերապիայի շարունակությամբ մինչև կլինիկական վիճակի կայունություն, մասնավորապես սրտազարկի, շնչառության հաճախության, թթվածնի հագեցվածության, մարմնի ջերմաստիճանի կարգավորմամբ, զարկյակային ճնշման կարգավորում, դեղերի բերանային ընդունման կարողության վերականգնում և բնականոն հոգեվիճակ։ Պացիենտների մեծամասնությունը 40-ից 72 ժամվա ընթացքում հասնում է կլինիկական կայունության, ուստի 5-օրյա կուրսը որպես կանոն բավարար է։ Ազիթրոմիցինի դեպքում պայմանավորված թոքերում նրա մեծ կուտակումով և երկար կիսատրոհման ժամանակով շատ կլինիկներ բավարարվում են 3 օրով այն պացիենտների մոտ, որոնց մոտ թոքաբորբի հարուցիչը լեգիոնելան չէ։ Իսկ կասկածելի կամ հաստատված մեթիցիլինակայուն ստաֆիլոկոկուս աուրեուսը կամ պսևդոմոնաս էրուգինոզայի հարուցիչի դեպքում պացիենտները պետք է բուժվեն համապատասխան անտիբիոտիկով 7 օր տևողությամբ։ Այն պացիենտները, ում ախտանշանները անհետանում են 7 օրվա ընթացքում, ռուտին կսկավանդակի ռենտգենադիտարկման կամ համակարգչային շերտագրման անհրաժեշտություն չկա, ամբուլատոր պայմաններում արտահիվանդանոցային թոքաբորբով պացիենտներին խորհուրդ չի տրվում ռուտին մանրէաբանական հետազոտություն, իսկ հոսպիտալացված պացիենտներին ծանր վարակների կամ հակաբիոտիկակայունության ռիսկի գործոնների առկայության դեպքում, ինչպիսիք են նախկինում շնչուղիներից մեթիցիլինկայուն ստաֆիլոկոկուս աուրեուս կամ պսևդոմոնաս աերուգինոզայի անջատում կամ վերջին 90 օրվա ընթացքում հոսպիտալացման առկայություն պարենտերալ ճանապարհով հակաբիոտիկների կիրառմամբ։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում խորխի կամ արյան մանրէաբանական քննություն։ Եվ հակաբակտերիալ բուժումը դադարեցնելու կամ փոփոխելու անհրաժեշտությունը պետք է վերանայել, հիմնվելով մանրէաբանական հետազոտության արդյունքների կամ կլինիկական վիճակի փոփոխությունների վրա։